Maman չափագրությունների էր գալիս տեղ։ Ես էլ արձակուրդներին հանձմեռը համամռանը գալիս էի։ Այդ իմ ամենա, չգիտեմ, կայֆ ժամանակը, այդ մանկության, պատանեկության, ինձ այդ պատերազմի ժամանակ ա եղել ու ոնց կարող աբսուրդ բան եմ ասում, բայց իմ ամենա լավ տարիները հենց այդ պատերազմի տարիներն են եղել, իրա բոլոր այդ վատ բաները հանդերձել, իսկ այդ սա չգիտեմ, այդ ժամանակ մարդ ավելի կարևոր է իրան զգում էլի։ Պապիկս էլ մեծ ապարատ էր նվիրել, չինական պլոնեջնի ապարատ էր, ավտոմատ լրիվ։ Ինչ-որ ահագին վաղ նկարում եմ, հետո պարզվեց այդ պլոնկեքը, որով նկարում եմ, սաղ ինչ-որ սրոք անցած, փչացած պլոնկեք էին, տենց մի տարի երևի տենց փչացած պլոնկեքով եմ նկարել։ Բանակից հետո, երբ որ արդեն եկա, 2000-ին ավելի սկսեցի խորանալ, արդեն ինչ-որ ավելի լավ, արդեն զենիթ ունեի, ինչ-որ ավելի լուրջ սկսեցի դրան մոտենալ։ Ղարաբաղում ֆոտոյով զբաղվում էին մեծերը, որոնք իրենց ջահել վաղտով զբաղվել էին։ Թարմ ջահելներ, որոնք ֆոտոյով զբաղվում են բանման, տես բաներ չկար։ Ու մտածեցի, որ կարելի է երեխեքին սովորացնել նկարել։ Քանի որ բոլոր ինֆորմացիաները ավելի շատ վիզուալ են դարել, երեխեքի մոտ այդ պահանջը կա էլի նկարել, որտեղ իրանք իրանց ցույց տալու համար պիտի նկարեն։ Հավատում եմ ու հույս ունեմ, որ ցոտիկի այդ ամեն ինչը ստեղ պետք է ու ստեղ մի օր կգա ժամանակ, որ մարդիկ սրանով կկարողանան նաև ապրել։ Ղարաբաղը նկարելու համար շատ կայֆը գարնան է, հատկապես գարնան կեսերից հետո, շատ սիրում այստեղ լինում։ Ֆանտաստիկ կանաչ է այստեղ լինում, չգիտեմ ուրիշ տեղեր ոնց արնում կանաչը, բայց տեղի կանաչը ինչ որ ուրիշ է։ Շատ հետաքրքիր, շատ սիրուն գյուղեր կան, հատկապես Հադրութի կողմերը, այդ հարավում։ Քաղաքներում, եթե ինչ-որ մինի քաղաքներին վերաբերող ուզում ես նկարես, պրոբլեմ է, որովհետև քաղաքներում, գյուղերում, ինչ-որ այդ շենքերը, տները, մարդկանց տները, մարդիկ ոնց կարողանում են իրենց տունը տենց են սարքում, ժեշտերով, մեշտերով, ինչ-որ կիսատոռած տեղից մի հատ ժեշտ ընդից ուրիշ գույնի ժեշտ։ Սրանք ուրեմն մենք չեմ հիշում որ թիվն է, երևի 2006 կամ 7, երբ որ ջուղայի խաչքարերը սկսեցին ջարդել, այդ ժամանակ ստեղ մի հատ խումբ հավաքվեց, իրանք պտտվեցին, որ հասկանան Ղարաբաղում ինչ մահմեդական հուշարձաններ կա։ Ու դրանից հետո մենք պտտվել ենք սաղ Ղարաբաղով ու բոլոր այսինքն ազատագրված տարածքներում ինչքան մահմեդական հուշարձան կա, սաղ մենք արել ենք։ Սա դրանցից են։ Ու շատ հետաքրքիր հետևություններ ու բաներ ենք պարզել մեզ համար, որ պրակտիկորեն մեծամասնությունը արված է հայերի ձեռքով։ Դրա պատճառներն են նաև, որ ասենք իրանք ունեն տրադիցիա, որ եթե մարդ մահանում է, մինչև արևի մայր մտնելը պետք է թաղեն։ Ու կստացի ասեմ, որ ադրբեջանական ոչինչ չկա, սա հիմնականում պարսկական է։ Ցուցահանդես ենք արել, մոտավորապես մի 80 բան ֆոտո կախվել է, բայց բացի ցուցահանդեսից ահագին էլ եղել են ֆոտոներ, որոնք որ պրոստը ցիֆրավոր վիճակում կար։ Մերոնք են անելուց, որովհետև իրանք կռիվ ա եղել, կռվից հետո թաղել են, հետո մերոնց պատվիրել են, որպեսզի տեղ տնաբարան սարքեն։ Հայկական նախշեր կա վրան, օրինակ,
այստեղ ոնց որ որդան կարմիրով նկարած լինի։ Իմ կարծիքով, եթե մարդ կա, ինքը ինչ-որ մի բան, լավ բան պիտի անի, լավ բան պիտի թողնի ու լավ բանի սերմեր պիտի գցի։ Այնտեղ որտեղ ինքն է, այդ կրնի հայրենիք, կրնի գործ, կրնի ընտանիք, մասշտաբը ինչքան ուզում ենք, կարող ենք մեծացնենք, փոքրացնենք։ Մի հատ մարդ էր եկել Ղարաբաղում ֆռացել էր ու ինչ-որ լիքը ֆոտոներ էր դրել, ինչ-որ տարբեր գյուղերով բաներով ֆռացել էր։ Ասի այդ ֆոտոները նայում ես ու զզվանքդ գալիս է համ Ղարաբաղից, համ այդ մնակարողից, համ այդ մարդկանցից, որ ինքը նկարել։ Սենց զզվելի, սարսափելի, սենց այլանդակ ֆոտոներ են, այսինքն մարդիկ սենց կեղտոտ, ցեխոտ, ընկած իրանց տան մեջ, պարկած ես ինչ կեղտոտ տեղ, այսինքն ցույց էր տված այն ամենավատը։ Հասկանում ես, հա, ես այդ վատը տեսնում եմ, հենց չի որ ես չեմ տեսնում։ Ես այդ վատի դեմ պայքարում եմ, ես լավն եմ տեսնում ու այդ վատ բանի մեջի լավն եմ ես ուզում ցույց տամ մարդկանց, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն ու հուսահատվեն ու տոմս առնեն գնան ավելի լավ երկիր ապրելու, որ այդ մարդիկ հասկանան ու տեսնեն, որ ինչքան է կենցաղդ վատը լինի, կարելի է այդ վատ կենցաղի մեջ այդ լույսը պիտի ցույց տաս էլի մարդուն, դու ոչ թե խավարը ու այդ բորբոսած այդ հոգեբանությունը էլի մարդկանց։ Իմ կարծիքով իմ դերը կոնկրետ ժուրնալիստիկայում թե չգիտեմ դրա անունը ինչ է, ես գտնում եմ, որ պիտի դու լույսը ցույց տաս, որտեվ խավարը միշտ էլ կա։ Եթե կենցաղի հետևից ընկնես, եթե հնարավորությունների հետևից ընկնես, եթե ինչ-որ հարկի հետևից ընկնես, առաջի բանը, որ պետք է անես, այդ հեռանալն է, էլի, բայց ինչի էլի, ասենք չգիտեմ, ամեն ինչ փորձում եմ անեմ, որ չհեռանամ, ասած ասեմ։ Դժվար է, բայց տենց ինձ ավելի երջանիկ եմ զգում, երբ որ ստեղ եմ, որտեվ գտնում եմ, որ ավելի կարևոր է ստեղ լինելը, քան ինչ-որ բանը քո կենցաղում ավելի ապահովված լինի։ Լավ կլինի, որ ամեն ինչն ինձ դասավորվի աշխարհում, կյանքում, վերևներում, երկնքում, ներքևում, որ չգնանք։